հրաշալի է լինել ասո մեջ, ասո տան մեջ, ասո ներկայության մեջ, իր խոսքի մեջ։ Սա ասուց պատիվ է իմ համար, որ ես ձեր մեջ եմ և կարող եմ կիսվել իրոջ խոսքով, այն հայտնություններով, որ Աստված դրել է իմ սրտի մեջ կամ ցույց է տվել իմ կյանքի ընթացքում։ Իրականում շատ ուրախ եմ, որ իմ աչքերը տեսնում են հարյուրավոր նոր մարդիկ, որոնք ասել են այո և ամեն և իրենց սիրտը բաց է ասո համար։ Փառք Աստծուն իրականում այս տարածքի համար, այս ժողովրդի ձեր համար, որ դուք այս տարածքում եք, ասո անունը կրողներ եք և դուք եք այն ձեռքը, որ այս երկրի վրա Աստված ձեր միջոցով գործելու է։ Փառք Աստծուն։ Ես նայում եմ ավելի շատ կանայք են, գիտես մի առումով կուզենայինք, որ տղամարդիկ շատ լինեին, մտածելով, որ գործող ուժ են, ընտանիքի գլուխ են, բայց Աստվածաշունչը ասում է, որ իմաստուն կինը տուն կշինի։ Դրա համար փառք Աստծուն, որ իմաստուն կանայք է Աստված պատրաստում այս քաղաքը շինելու համար կամ այս տարածաշրջանը շինելու համար։ Աստված գիտի ինքն է անողը, որովհետև ասում է ես ընտրեցի ձեզ, ոչ թե դուք։ Աստվածն է ընտրել և գիտես մեր մոտ էլ այդպես է, կանայք ավելի շատ են, բայց մենք դրանի չենք տխրում, որովհետև վստահ են կանանց աղոթքից նորից կավելանան տղամարդկանց քանակը, որովհետև ես ինքս իմ կնոջ աղոթքի պատասխանն եմ։ Փառք Աստծուն։ Գիտես ուզում եմ մի քանի բառով ինձ ներկայացնեմ, ես Տաշիրից եմ, անձնագրով Հովիվ Արմանը ներկայացրեց անունս Արմեն է, բայց մանկությունից ինձ Աբո են ասում, եթե լսեք Աբո չզարմանաք, դա ես եմ։ Ապաշխարել եմ 2001 թվին, գիտես եղել եմ շատ վատ կյանքի մեջ, չեմ էլ ուզում հիշեմ կամ անդրադարձ անեմ այդ կյանքին, ուղղակի ասո փառքի համար ասեմ բաներ, որ գիտես, երբ որ Աստված ինձ ընտրեց, ես մտածեցի Աստված ջան, բայց ես ընտրելու բան էի, որ ընտրեցիր։ Մտածեցի երևի դա սխալմունք է ասո կողմից, կամ այս մարդիկ ուզում են ինձ համոզեն, որ Աստված քեզ ընտրել է։ Ես մտածում եմ, որ Աստված իմ նմանին ինչ պիտի անի, էլի, ինչին եմ պետք ես։ Բայց ես հասկացա, որ Աստված ասում է կվերցնեմ հիմարին ու այն իմաստուններին կամաչեցնեմ, ովքեր որ իրենց դնում են իմաստունի տեղ ու ասո կարիքը չունեն։ Փառք Աստծուն, դրա համար վատ չեմ զգում ինձ, որ հիմար վիճակի մեջ եմ եղել։ Միգուցե դա պետք էր, որ Աստված ընտրեր։ Փառք Աստծուն։ 53 տարեկան եմ, ունեմ շատ հոյակապ ընտանիք, ոչ թե ուղղակի իմ շուրթերը գովում են իմ ընտանիքին, ասում եմ այն ինչ որ ունեմ։ Դա իմ շնորհքը չէ, դա Աստծո շնորհքն է, որովհետև ես ժամանակի մի բան չէի, որ մնաց լավ ընտանիք ունենայի։ Այդ ամեն ինչը գիտեք հիմա իմ ընկերները, այն աշխարհիկ ընկերները հարցում են, «Էս ոնց ես դաստիարակել քո տղին, քո աղջկան, այնքան կուզենայի, որ ես էլ անեի», ասում եմ, ես չեմ հեղինակը։ Ժամանակին ասեցի, չլսեցիք։ Բերեք ձեր երեխաներին, թող Աստված դաստիարակի, ոչ թե ես։ Փառք Աստծուն, իրականում ես ոչ մի բան չեմ արել։ Ընդամենը իմ անելիքն այն է եղել, որ ես երեխեքի ձեռքը բռնել եմ, տարել եմ եկեղեցի։ Ամենամեծ բանը դա է։ Մնացածն Աստծո գործն է։ Փառք Աստծուն։ Եվ արդեն 24 տարի է, որ ինչ որ չափով ճանաչում եմ ասում, տեսել եմ ասո հազարավոր հրաշքներ։ Գիտես թե իմ կյանքում, թե եկեղեցում, թե ուրիշների կյանքում տարբեր հրաշքներ։ Եվ ինչ եմ ուզում ասեմ, գիտես Հիսուսի աշխարհ գալու նպատակը մի բան էր, որ հորը ճանաչեցներ ժողովրդին։ Գիտես ժամանակին հին կտակարանը խոսում են մարգարեների մասին, ծառայողների մասին, որ ներկայացնում էին ասուն, ասո խոսքը, ասո պահանջները, ասո կամքը, անում էին մարդիկ և չէին անում, և հնազանդվում էին, և չէին հնազանդվում, տարբեր մեկն մտածում էր, որ ես այս ամեն ինչ ասուց է, թե ասուց չէ, բայց Աստված մտածեց, որ ես ինքս մտնեմ մարմնի մեջ ու այցելեմ նրանց։
եկավ ու իմ ու քո նման մարդ առավ եւ իր շուրթերից ուղիղ խոսեց մեր սրտին մեր հետ քնավ, զարթնավ, ելավ միգուցե կասես մենք այն ժամանակ չենք ծնվել մեր հայրերի հետ Իդես ուզում եմ ասեմ, որ մեր նման մարդ առավ ու մեր նման մարդու նման խոսեց եւ այսօր մենք ունենք մի հրաշալի խոսք իրենից գիտես սա գիրք է, բայց երբ որ ասում են գրքերի գիրք, շատ քիչ է ասված։ Սա ուղղակի գիրք չէ, որովհետեւ ես ասում եմ, որ եթե բանաստեղծը ասում է, որ Մուսես եկավ նստա գրեցի կամ ինչ որ խորեցի գրեցի Գիտես սա խորելու բան չէր Այս գրքի կինը կյանք է եւ թափված սուրբ արյուն Գիտես ամեն մի խոսքը արժեք ունի Կյանքի գնով է տրված ինձ ու քեզ Եվ ամենաշատը Աստվածաշնչի մեջ սիրում եմ այն խոսքը որ Հիսուսն ասեց ես եմ ճշմարտությունը ճանապարհը եւ կյանքը Եթե ինձ ու քեզ կամ Ընդհանուր ժողովրդին ճանապարհ է պետք, Հիսուսն է ճանապարհը, ճշմարիտ ճանապարհը, ինքն է կյանքը, եւ ինքն է ճշմարտությունը, գիտես չկա ուրիշ ճշմարտություն։ Դա ուղղակի խոսքեր չեն, դա ապացուցված է։ Գիտես, ես վկայեցի Հովիվ Արմանին, որ երբ որ ես դարձի եկա մահվան եզրին էի, այլ գնալու տեղ չունեի։ Եթե գնայի արդեն ուղիղ դժոխք, մահ ու դժոխք Դատաստան, որովհետև ոչ մի բարի գործ չկար իմ կյանքի մեջ։ Բայց Աստված հենց այդ վերջի պահին կարելի ասել։ Երկար տարիներ վկայել են ինձ Ասո մասին, գիտես, ստեղից մտնում էր, ստեղից դուրս էր գնում։ Մտածում էի, որ գիտես, երբ որ հավատքի մարդիկ ինձ խոսում էին Ասո մասին, ինչ ասում էի կեղծավորի նման, ասում էի, այո, ճիշտ է։ Բայց սրտիս մեջ ընդհանրապես տեղ չէի տալիս, չէի ընդունում։ Եվ երկար տարիներ, 11 տարի տարվաբել եմ ստամոքսի խոցով։ Գիտես, եւ փառք ասուն, որ Աստված չնայեց իմ չոր լինելու, որ այսքան ասել կլինի, շարունակեց, մինչև որ խոսքը տեղ հասավ։ Ու ես բժշկվեցի հրաշքով, մի աղոթքով, ընդամենը մի խոսքով Մարկոս Ավետարանի վերջի գլխի այն խոսքը, որ նոր Հովիվ Արմանը կարդաց, ասեց, որ Հիսուսն ասում է գնացեք ամբողջ աշխարհը Ավետարանը քարոզեցեք։ Ով որ լսի եւ ընդունի, այս նշանները կհետևեն, այդ նշաններից մեկը բժշկությունն էր, որ ձեռ կդնեն հիվանդների վրա։ Գիտես, ինձ այդ խոսքը ցույց տվեցին Ես մտքիս մեջ շարունակում էի իմ անհավատությունը, գիտես մտքիս մեջ ասել չգիտեմ Աստված ջան, կաս թե չկաս։ Եթե կաս, այս խոսքը թող հիմա մարմին դառնա ու թող իմ ներսում կատարվի, որ ես հասկանամ, որ իրոք այս խոսքը կար։ Եվ Աստված այդ խոսքը հաստատեց։ Գիտես ով որ իմ համար աղոթում էր, ասեց որ իմ բաժինը ընդամենը ձեռք դնել աղոթելն է։ Բայց խոստացողը ես չեմ, Հիսուսի խոսքն է սա։ Ինքն է ասել։ Եվ ես նախքան աղոթելը իմ մտքի մեջ ասի Աստված ջան, եթե կաս հաստատի, որ ես այնքան որ մի բանից զգամ, որ դու կաս, որ այս ամեն ինչը հեքիաթ չի, այս ամեն ինչը ինչ որ խմբի մտածած չի մարդկանց համոզելու համար, չգիտեմ ինչի համար, այնքան որ մի բանով ցույց տուր։ Ես խոստանում եմ կաբրեմ քեզանով։ Եվ Աստված արեց այդ հրաշքը։ Եվ այդ օրվանից փառք ասում ես եկեղեցում եմ արդեն 24 տարի ու այս 24 տարվա մեջ մի անգամ էլ չի եղել, որ ես ցավի բանով հիշեմ, որ խոց ունեմ։ Գիտես հիշում եմ, որ ունեցել եմ, վկայում եմ ամեն տեղ։ Փառք ասում, իրականում գիտես, եթե հիմա մտածեմ Աստված ջան, ինչ խոսեմ ու պատահական չի, նեն չի, որ մտածենք լավ ինչ խոսենք, մի բան վերցնենք, գնանք խոսենք։ Գիտես, փնտրում եմ իմ մեջ, որ Աստծո սրտի ուզածը լինի, ինչ խոսենք։ Այնքան կարևոր ու այնքան քաղցր համով թեմաներ կա Աստծո մեջ, որ կարելի է ամիսներով
առանց դատարի խոսել ու կանք չառնել։ Բայց կան թեմաներ, որ սենց ասեն առանձին դա կոնկրետ մեր եկեղեցու կամ ինչ որ անձի համար է, բայց կան թեմաներ, որ բոլորի համար է եւ անցած շաբաթ մեր եկեղեցում ես խոսեցի մի թեմայի մասին ու Աստված հենց այդ խոսքը ասեց, որ խոսեմ ստեղ։ Գիտես, դա վերնագրել եմ այսպես, ճանաչենք մեր հոր խրատները, հարկ ասում, գիտես, Հիսուսը եկավ հենց ճանաչեցնելու հորը, երբ որ աշակերտները Հիսուսին ասին ցույց տուր մեզ հորը, որովհետև իր աղոթքները միշտ ուղղված էր հորը, եւ մի օր տեսան, որ Հիսուսը աղոթում է ու ամեն անգամ պատասխանվում է, իսկ իրենք աղոթում են ու չի լինում երբեմն։ Ուզեցան հասկանան որտեղ է հայրը, մի հատ տեսնենք, մի հատ կարող է դեմ դիմաց խնդրենք ստանանք, որ չգիտեն ոնց են խնդրում, ում են խնդրում, կլինի չի լինի, եթե դու իմանաս քո դիմացին ով է, ճանաչես իրեն, դու կհասկանաս քո խնդրանքը տեղ կհասնի, չի հասնի, կամ ինչ հարցով դիմես կամ չդիմես։ Եվ ինչ ասեց Հիսուսը, ինձ տեսնող ասեց հորն է տեսել։ Չէ՞։ Ասեց հայրը իմ մեջ է, ես էլ հոր մեջ եմ։ Ուրիշ տեղ մի փնտրեք։ Կարելի է ասել մի բառով, որ ես եմ հայրը։ Եթե ասում է հայրը իմ մեջ է, փառք ասում։ Գիտես, Հիսուսը հոր մասին ամեն տեղեկությունները տվեց։ Իր գործերը խոսում են հոր գործերի մասին, որովհետև Հիսուսն ասեց, որ ես ինձանից ոչ մի բան չեմ անում։ Անում եմ այն, ինչ որ տեսնում եմ հորը անելիս։ Սա նշանակում է, որ ինքը գործում էր հոր գործերը, մենք այդ գործերը տեսնելով տեսնում ենք մեր հոր գործերը։ Փառք ասում։ Այն հրաշքները, որ Հիսուս Քրիստոսն անում էր, դա հոր գործերն էր։ Իր միջոցով։ Փառք ասում։ Իրականում գիտես պատահական չէ, որ մեր Աստված ուզում է, որ մենք իրեն դիմենք որպես հայր։ Եվ երբ որ Հիսուսին նույնպես հարցրին մենք ինչպես աղոթենք, գիտես սկսեց հայր մերից, հայր մեր, որ երկնքում ես։ Եթե մենք այդ ձևով մոտենանք մեր հորը հարգանքով, գիտես միգուցե շատերը կմտածեն, որ շատերը իրեն ծնողների կողմից միգուցե լավ բան չեն տեսել։ Օրինակ մարդ կա, որ ասում է, ես իմ հորը ոնց սիրեմ, մանկությունից ոնց հիշում եմ, չեմ հիշում, իր գոդիով ինձ ծեծում էր, ամեն անգամ։ Ես լավ որ չեմ տեսել, ոնց սիրեմ կամ ոնց լավ բան հիշեմ, կամ արդեն հայր բառը, գիտես, իր համար խոցելի բառ էր։ Չեր էլ ուզում այդ բառը լսեր։ Բայց Աստված, գիտես, որպես հայր, ինքը բարի հայր է, բարի հայր, որ չխնայեց իմ ու քո համար իր որդու կյանքը։ Գիտես, Աստվածաշունչն ասում է, որ եթե իր որդուն չխնայեց, էլ տիեզերքում ուրիշ ինչ կա որդուց թանկ, որ խնայի իմ ու քո համար։ Փառք ասում։ Բայց գիտես ճանաչողությունն էր, որ մեր հայր Աբրահամին տարավ այդ նույն ճանապարհով։ Մեր հայր Աբրահամը տարիներով, երազանքով սպասում էր սերունդ ունենալու։ Եվ 70 տարեկան մարդ էր։ Գիտես մեր մտածելակերպով կամ մեր հասկացածով արդեն այդ տարիքին դժվար թե մարդ երեխա ունենա։ Եվ Աստծուց խոստում ստացա, որ դու կլինես ազգերի հայր։ Հետևեց ասում տարիներով, գիտես մի տարի չէր, 2 տարի չէր, 3 չէր, 10-ն էլ անցավ, 20-ն էլ անցավ, դեռ չկա։ Միգուցե հիմա մտածենք, որ արդեն 10 տարի է եկեղեցում եմ, խոստմունք ունեմ, այն մարդը մարգարյացավ, այն մյուս ծառայողը, այն մյուս քույրը, եղբայրը, բայց չեմ տեսնում դեռ։ Երբեք մի հուսահատվի, եթե դեռ քո մարգարեությունը չի եղել։ Գիտես ինչ է ասում Աստվածաշունչը, ասում է ինձնից պինդ բռնողներին
երջանիկ կանեմ, չի ասում ուղագի ինձ բռնողին, պինդ բռնելը այն է, որ ես բռնեմ, դու չկարենաս փոգես, դա է պինդ բռնելը, խոսքը գիտես ինչով պիտի բռնենք մենք, եթե ոչ սրտով, եթե սրտով մենք խոսքը բռնենք, գիտես դա նման է այն դաջվածքին, որ մարդ անում է ու էլ ջնջել չի լինի, ասում է խոսքը դաջեք ձեր սրտի տախտակների, փառք ասում, դա է, որ ինձ ու քեզ տանում է երջանկության մեջ, և Աբրահամին, գիտես, հասավ այն օրը, խոստմունքի օրը, որ Աստված որոշեց, որ ժամանակն է, որ իմ խոսքը կատարեմ, զավակը տվեց, հայրը ուրախացավ, Աբրահամը ուրախացավ, գիտես, կարծես թե աշխարհի երջանիկ մարդներ, Ասո հետ ապրում, հարստություն ուներ, ամեն ինչ ուներ, մի հատ զավակի կարիք էր, դա էլ եղավ, և հանկարծ Աստված ասում է, որ այս զավակին վերցու, չի ասում տուր ծառաներից մեկին թող բերեն իմ համար զոհեն ողորմություն անեն, ասում է դու քո ձեռով, դու ինքդ պիտի անես այդ գործողությունը, գիտես ինչ տեսանք Աբրահամի մոտ, չտեսանք միտեղ Աբրահամը համոզեր, իր աղոթքով, հայր ջան, խնդրում եմ, գոնե այս գործողությունը փոխանցենք մեկին, ուրիշը անի իմ փոխարեն, կամ կլինի մի ուրիշ բան խնդրես ինձնից, ամեն ինչի պատրաստ եմ, բայց այս մեկը դժվար է, գիտես, ոչ մի բառ չասեց, ոչ մի տեղ չենք տեսնում Աբրահամին, որ հորը համոզեր, ինչի համար, որովհետև ճանաչողություն կար, հորը ճանաչում էր, ինքը գիտեր, որ անկախ նրանից ինչ է դուրս եկել հոր շուրտերից, այդ խոսքին ու գործողությունը նայելով կործանար պահանջ, ես ինչ, քո որդուն, քո ամբողջ կյանքի նպատակը, բեր ու քո ձեռով հիմա, գիտես մի հատ թուղթ չէր ճղի, կամ մի հատ տուն զոհաբերել չէր, որ տունը կտանք հետո կլնի, չի լինի թող չլնի, զավակին իր ձեռքով պիտի մորթեր, բայց տեսնում ենք Աբրահամին խոնար գնաց և այն կատարելու պահին Աստված ասեց կանգ առ, գիտես խոստմունքը Աբրահամը ժառանգեց, ինչպես որ դու չխնայեցիր քո որդուն, իմ համար, ես էլ չեմ խնայի իմ որդուն, քո համար ու քո սերնդի համար, չէ որ Աստվածաշունչն ասում է, որ ինչ որ ցանեք, դա էլ կհնձեք, Աբրահամը ցանեց, հասն այն չէր, մահացավ թե չմահացավ իր որդին, արդեն մահանալուց մի վայրկյան էր պակաս, բայց պատրաստ էր, դրա համար էլ Աստված կոչվեց Աբրահամի Աստված, գիտես հարցն այն չէր, որ Աստված փորձում էր Աբրահամին, չէր փորձում, որովհետև Աստվածաշունչն ասում է, որ Աստված սրտեր քննող Աստված է, եթե սրտեր քննող Աստված է, նշանակում է գիտեր Աբրահամի դիրքորոշումն ու քայլերը, դա իմ ու քո համար էր պետք, որ մենք տեսնենք, ինչ ճանապարհով կարելի է գնալ, գիտես մեր հայրը գնաց այդ ճանապարհով և սխալ չէր դա, միգուցե այսօր մեկին տեսնեն ինչ որ ասուն նվիրված ու ասեն խելքը թրծրել է, երբ որ ես ապաշխարեցի, գիտես առաջի ծառայությանը նոր վկայեցի մեր հովիվարմանին, որ առաջի ծառայությանը մի 5-6 հոգի էինք, փոքր սենյակ էր այսքան, ու նստած երբ որ հովիվը խոսում էր ասո խոսքը, ցուրտ սենյակ էր, առաջի ծառայություն, ֆինանս չկա, բան չկա, նստած տեղս աղոթում եմ, Աստված ջան, շուտ պրծներ ելնենք, գնանք չմեռնենք։ Գիտես, կարելի ասել, որ ոչ մի բառ չեմ հիշում այդ ծառայությունից, որովհետև հնարավոր չէր նստել, շատ ցուրտ էր, փետրվար ամիսն էր, և երբ որ եկա տուն, կարդում էի այնտեղը, երբ որ Պողոսը ձիուց վայր ընկավ, ու հարց տվեց, ով ես Տեր, ու զարմաց Աստված ջան, ինչ իմացա, որ Տերն է, որ ասեց ով ես Տեր, համ ասում է ով ես, համ էլ ասում է Տեր, եթե գիտես, որ Տերն է, հարցը որն էր, ով ես Տեր,
Եվ մի անգամից ասեց ինչ անեմ քո համար։ Գիտես ես հասկացա որ Աստված իմ համար ամենամեծն արել է։ Հարցն այն չի որ մենք նյութապաշտ լինենք, մեր ծերները գցենք, ասենք ամեն ինչ մերն է ու ոչ մեկ չմոտենա։ Բոլորը մերն է, թող վայելեն, մեր հորն է։ Փառք ասում։ Մեր սիրտը կարճված չլինի նյութից։ Մեր սիրտը կարճված լինի մեր հորից, որ իմ հայրն է ու վերջ։ Բայց ես իմ հորը, գիտես, չեմ պահում։ Իմ հորը բացում եմ ու հպարտանում եմ իմ հորով, որ այդպիսի հայր ունեմ։ Ամեն տեղ ուրել որ լինեն։ Գիտես, եթե կան մարդիկ, որ ամաչում են, որ հարցնում են, հավատացյալ ես, չգիտի ինչ ասի էլի։ Ես հպարտանում եմ, որ ասեմ այո։ Փառք ասում։ Եվ գիտես, Աստված դրեց իմ սրտի մեջ, որ ես սկսեմ ամենին զրոյից, ինչպես որ Աբրահամը։ Եվ Աստված ջան, ես էլ ուզում եմ Աբրահամի նման ամեն ինչը սկսեմ զրոյից ու որ ինչի նայեմ, մի հատ գրիչի նայեմ, մի հատ թղթի նայեմ, քեզ տեսնեմ, որովհետև ինչ որ կա աշխարհից ինձ էլ չեմ ուզում։ Ուզում եմ այսօրվանից այն նոր տողից մի մատ խորքից։ Մեր հայոցի դասատուներ ասեն։ Ամեն ինչը սկզբից։ Քեզնով սկսեմ ու քեզնով գնամ։ Եվ գիտես Աստծուց խոսք ստացա որ ամեն ինչ թողնեմ։ Եթե այդպես եմ ուզում ամեն ինչ թողնեմ։ Եվ ահագին բաներ փոխվեց։ Գիտես մեր հայ ազգի մեջ բան կա, չէ՞, ադատ բառը ասեն, որ տունը փոքրին է։ Ես տան փոքրն էի։ Ու երկու հարգից տուն ունեինք, լավ էլ տեղ, տաշիրի կարելի ասել կենտրոնական մասում, սրտի մեջ, ճոխ տուն էր, բայց Աստված դրեց սրտիս մեջ, ու ես աղոթում էի Աստված ջան, որ չլինի զորով, կնոջս սրտի հետ էլ աշխատանք տալ, որ լինի սիրով, համաձայնությունով, որ ոչ թե ես տղամարդ եմ միած ձեռս խփում եմ իմ ասածը դիլինի ու վերջ։ Գիտես, երբ որ ես հայտնեցի իմ ցանկությունը կնոջս, որ սենց բան եմ Աստված դրել սրտիս մեջ, որ ամեն ինչ զրոյից սկսենք, ասեց ես վաղուց պատրաստ եմ։ Ու վաղուց ես ասում խնդրեցի, որ Աստված ջան, ես չեմ ուզում ասեմ, դու ինքդ ասա իրեն։ Որ չլինի, որ կինը ասեց, ինքն էլ արեց։ Փառք ասում։ Տեղափոխվելուց երևի մի տարի չանցած։ Մի քանի ամիս հետո 3 սենյականոց կվարտիրա օրնվեցինք, բայց մի օր չապրանք։ Հաջորդ օրը դա նվիրատվեցինք եկեղեցուն։ Որովհետև գիտես ամեն օր այն երեխեն ոնց է, որ կատը պագասումա լացումա, չէ, մի քիչ ներկայությունը հանգարց հեռանում էր ինձից երեխնուման լացում էի։ Աստված ջան, թողել ես ինձ։ Ինչ եմ արել, որ թողել ես։ Թե գտել էիր, ուրեմն պահի մինչև վերջ։ Ամեն օր ուզում էի իր ներկայության, ասա ինչ անեմ։ Գիտես ինչ ստացա Աստծուց, ինչքան կա քո նման տաշիրում։ Լիքը։ Իմ նման էլ կար, ինձնից լավեր էլ կար, ինձնից բետարներ էլ կար, ինչ ձևի ասես կա տաշիրում։ Ու ես հասկացա, որ գիտես տաշիրի փրկությունը հենց Հիսուսին ճանաչելն էր։ Հորը ճանաչելն էր, հոր կամքը ճանաչելն էր, հոր խոսքը սրտի մեջ պահելն էր։ Եվ ուղղակի Աստծուց խոսք ստացա, որ պայմաններ ստեղծի, որ մարդիկ կարողանան նստեն ու հանգիստ ինձ լսեն։ Գիտես, հարցն այն չէր, որ Աստված չէր կարող այդ պայմանները ստեղծել։ Բայց Աստված ուզում է, որ մենք մեր բաժին ունենանք։ Ինչի համար։ Հետագայում հասկացա, որովհետև այնեն չէր, որ ես եկեղեցի գնացի, Աստծո խոսքը գիտեի։ Աստծո խոսքն ասում է, որտեղ որ քո գանձն է, այնտեղ կլինի քո սիրտը։ Քո գանձը ամենաթանկ գանձը քո ժամանակն է։ Որովհետև մենք պանդուխտ ենք ու գիտես, ժամանակը այնքան արագ է թռնում։ Ես չգիտեմ կհասնեմ այն ինչ որ կա սրտումս փոխանցել։ Շատ արագ թռնում է։ Մեր կյանքն էլ այդպես թռնում է։ Շատ արագ։ Եվ
այդ 3 սենյականոց կվարտիրեն էլ նվիրատվություն արեցինք, վաճառեցինք ամբողջ գումարը եկեղեցուն, որ եկեղեցին ջերմություն ունենար, որ մարդիկ գային ոչ թե իմ նման աղոթեն, որ Աստվածան երբ բրձնի ես մարդը կնան, չեն կարող նստեն, այլ կարողանան մարդիկ ջերմության մեջ տակ նստեն, Աստծո խոսքը լսեն։ Եվ գիտես, հարյուրավոր մարդիկ մեր եկեղեցում ապաշխարեցին, մի 400-500 մարդ ապաշխարած ու ներկայիս մեջ, որ ծառայության մեջ են, բայց տարբեր տեղեր, Կալուգայում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, Փարքասում, գիտես, անցան տարիներ ու մենք մշտապես տեսնում ենք Աստծո ձեռքը մեր կյանքի մեջ, չգիտեմ մեր հորիվը, իմ նախկին հորիվը Էդգար Գևորգյանը ստեղծարարել է, թե չէ, մի տարի ինքը մեր եկեղեցում հունվարի 6-ին հայտարարեց, որ Աստված այս տարի պատրաստվում է մեզ նորակառույց տա, կիսակառույց տա, ու մենք հողամաս ունեինք, ես մտածում եմ, որ այդ հողամասի մեջ երևի ֆինանսկալի շինարարություն կսկսենք։ Ու տարին սկսեց անցնել առաջի ամիսը, երկրորդ ամիսը, երրորդ ամիսը, հասանք 10-րդ ամսին, որ գիտես մեր մոտ արդեն նոյեմբերին այս վերջի տարիները մի քիչ տակացել է, բայց առաջ մետրով ցուրտ էր գալիս։ Շատ ցուրտ էր, արդեն շինարարության համար հարմար չէր։ Եվ եկավ այդ ամիսը ոչ մի շարժ, ոչ ֆինանսական, դաժե եկեղեցու ֆինանսները հազիվ հերիկում էր, ասենք ընդհանուր ծախսերի, թե կոմունալ ծախսեր կամ հյուրերի, եւ մի օր այդ ամսի մեջ կոնֆերանսեր Երևան եկանք, դրսից հյուր կար ու այդ ժամանակ ճանապարհին հորիվն ասում է Աբո ջան, գիտես, հստակ այն խոսքը, որ ես եկեղեցու բեմից ասեցի, Աստծուց էր, բայց հիմա մտածում եմ Աստծո հումորների վրա, չգիտեմ, Աստված ոնց է անելու, ուղեղս այդքան չի պատկերացնում, որ հիմա ասեց պատկերացրու հենց հիմա $200,000 գումար մեզ տան, մենք չենք կարող այդ կիսակառույցը կառուցենք այն ինչ որ տեսել են, թե ոնց պիտի անենք չգիտեմ, բայց հստակ դա Աստծուց էր, բայց լինելու է, գիտես, դրանից մի ամիս, երկու ամիս առաջ այդ մասին չենք էլ խոսել, տարվա սկզբին լսել ենք, կարիքների մեջ դրել ենք, աղոթել ենք, հավատում ենք, որ կլինի, բայց եկավ տարին պրզնումա չի լինում։ Ու հանգարց այդ մասին նորից խոսեցինք, ասի հորի ջան, շատ մոտ է հրաշքը, ես հոդարություն ունեմ։ Ասի համ ներսումս զգում եմ այդ ձգողությունը, համ էլ ինչքան վախտա չենք խոսացել, 100% պատահական բան չկա։ Հոտնառը հորի ջան, չգիտեմ։ Ու Երևանի ծառայության ժամանակ զոհաբերության խոսացողը խոսած վերջացրեց, գիրկը վերցրեց, որ իջնի, մի հատ սենց մի քայլ հեռացավ ու նորից եկավ միկրոֆոնը վերցրեց, ասեց չգիտեմ ում համար եմ ասում, բայց այդտեղ մարդ կա, որ տուն է ուզում առնի Երևանում ու չի ստացվում, իր ֆինանսը չի հերիքում։ Ասեց մի հատ կիսակառույց ունի, մտածում է, որ դա ծախեմ, ավելացնեմ իմ գումարին, որ կարողանամ Երևանի իմ երազած կվարտիրեն առնեմ։ Եվ ասեց հիմա տիրոջից խոսք, Տերն ասում է, որ կիսակառույցը մի վաճառի, նվիրիր եկեղեցուն, գիտես, անուններ չի տալիս, որ քաղաքից, որտեղից, նվիրիր եկեղեցուն եւ ես քո նպատակը կանեմ։ Միկրոֆոնը դրեց իջավ, գիտես, Երևանի եկեղեցին ով չգիտի, 5-ից 7 հազար մարդ այդ բան օրերին, կոնֆերանսի օրերին։ Դե մտածի այդքան մարդու մեջ ում բաժինը կլինի։ Ու երբ որ առաջի ծառայությունը վերջացավ, ու պետք է դուրս գայինք ֆոյե, թե խմելու, կոֆե խմելու,
Ես հերվից մի հատ հայացք նկատեցի, մեր շրջանից մի հատ կին էր, Կալուգայի եկեղեցում ապաշխարած, բայց մեր եկեղեցում ոչ մի անգամ չէր եղել։ Ուղղակի դեմքով ճանաչում էի ու լսել էի, որ ինքը ապաշխարել էր Կալուգայում։ Հերվից գլխով բարևեց ու սենց մատով ցույց տվեց մի րոպե։ Ասի հոյու ջան, մի հատ սպասենք, աշիրից մարդ կա ուզում ա մեզ մոտենա։ Մոտեցավ, բարևեց, ասեց ինչ լավաց ես ստեղ տեսա։ Նոր որ բեմից խոսում էին իմ մասին էր։ Ասեց պիտի գայի տաշիր, որ կիսակառույցս նվիրեի, որ Աստված գործս հաջող էր։ Ու մի անգամից պայուսյակից այդ տան անձնագիրը։ Ասма սա էլ հետս բերել էի Կալուգայից, որ եթե չծախվեր, տունը չհաջողվեր առնելու, սա էլ բաժարեի, ավելացնեի նոր, ասեց, բայց հենց նոր Աստուծո խոսք եղավ ու իմ համար էր։ Ու մի անգամից նվիրեց այդ կիսակառույց շենքը մեզ $200 դոլարով գումար, ասեց ուզում եմ, որ գրանցումն էլ իմ կողմից լինի։ Ու շարունակություն ասեմ, ժողովուրդ ջան, երկրորդ ծառայությանը կարելի ասել, որ Աստված իր խոստացածը արեց այս կնոջ կյանքում։ Երբ որ գալիս է նստելու, անծանոթ քույրիկի գալիս նստում է ու այդ կողքի նստած կինն ասում է, որ քուրս փայլում ես, ոնց որ Աստված նոր օզություն իջացրած լինի քո վրա։ Ասում է, հա, որ իմանաք ինչ ա եղել, ու ինքը կիսվում է, որ հենց այն խոսքը, որ բեմից եղավ իմ համար էր, ու հաջողվեց, որ ես իրականացնեմ։ Եվ իրականացրի։ Ասում է, դրա համար էլ ուրախ եմ ու փայլում եմ։ Ասում է, դե ուրեմն ծառայության վերջում տեղ չգնաս։ Իրար հետ կգնանք մեր տուն։ Ասում է, հարևանս 6 ամիս ա տունը տվել ա բրոկերներին, որ ծախեն, ինքը Ֆրանսիայում ա։ 6 ամիսա ով գիտի ինչ գին են դրել չի ծախվում, ստիպված Ֆրանսիայից եկել հասել ա, որ ինքը ծախի ու գնա։ Ասում է, այսօր ինձ ասեց ձեր մոտ նորմալ լավ մարդիկ չկան տուն առնող, ավելի լավ ա գոնե ասում արդու տամ, քան թե սրանց տամ էժան կնով, իրանց տամ գնան։ Պատկերացրեք ժողովուրդ ջան, այս կինը $25,000 գումար ուներ, ընդամենը մի սենյակ էր ուզում առնել, որ աղջիկը ուսանող ժամանակ ուրիշի տուն չմանա իր տունը լինի։ Բայց գնում է այդ կնոջ հետ 3 սենյականոց կվարտիրեն առնում է $25,000։ Հավատալին էր մի խոսքի և արեց իր հրաշքը, փառք ասում։ Ես ուզում եմ հիմա անցնեմ թեմային, միգուցե շատ անցան, բայց Աստծո խոսքն ասում է, որ սատանային հաղթեցին գառան արյունով և վկայության խոսքով, և հոգուս մեջ կար, որ կիսվեի վկայությունով։ Գիտես, հիմա ուզում եմ, որ մենք Երեմիայի 35-րդ գլուխը գնանք։ Երեմիա 35-րդ գլուխ և մի շատ հետաքրքիր պատմություն կարդանք։ Ես մինչև վերջ կկարդամ և այն խոսքը եղավ Երեմիա մարգարեին Տիրոջ կողմանե Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի օրերին ասելով. Գնա Ռեքաբանց տունը և խոսիր նրանց հետ և տալ նրանց Տիրոջ տունը, սենյակներից մեկը և նրանց գինի խմել տուր, և ես Քաբասինիայի որդի Երեմիայի որդի Հեզոնիային և նրա եղբայրներին և նրա բոլոր որդկանցը վեր առա, նաև բոլոր Ռաքաբյանց տունը և նրանց տարատիրոջ տունը ասո մարդ Հեկդոզիայի որդի Անանիայի որդկանց սենյակը, որ Սեղումի որդի Մասյայի դռնապանի սենյակներից վերև եղող իշխանների սենյակի մոտ է և Ռաքաբյանց տան որդկանց առաջին
ամաններ դրի գինով լիքը եւ բաժակներ եւ ասեցի նրանց. Գինի խմեցեք, եւ նրանք ասեցին. մենք գինի չենք խմում, որովհետեւ մեր հայրը Ռեքաբի որդի Հովնադաբը մեզ պատվիրել է ասելով, թե գինի չխմեք ոչ դուք եւ ոչ ձեր որդիկը հավիտյան, եւ տուն չշինեք եւ սեր չցանեք եւ այգի չտնգեք եւ այս բաները պիտի չունենաք, այլ վրաններում բնակվեք ձեր բոլոր օրերումը, որպեսզի շատ օրեր ապրեք երկրի երեսին, ուր որ դուք պանդուխտ եք։ Եվ մենք լսում ենք մեր հայր Ռաքաբի որդի Հովնադաբի ձայնին այն ամեն բանում, որ պատվիրել է մեզ, որ գինի չխմենք մեր բոլոր օրերումը, թե մենք, թե մեր կյանքը, թե մեր կանայքը, թե մեր տղայքը եւ թե մեր աղջիկերքը, եւ տներ չշինենք բնակվելու համար, եւ մենք այգի ակարակ եւ ցանկ չենք ունենում, այլ վրաներում ենք բնակվում եւ հնազանդվում ենք ու անում այն ամենի համեմատ, որ մեզ պատվիրել է մեր հայրը Հովնադաբը, եւ եղավ երբ որ Բաբելոնի Նաբուկոդոնոսոր թագավորը եկավ այս երկրի վրա, այն ժամանակ ասեցինք. եկեք գնանք Երուսաղեմ քարդիացիների զորքերի պատճառով եւ ասորեների զորքերի պատճառով եւ բնակվում ենք Երուսաղեմում։ Եվ եղավ Տիրոջ խոսքը Երեմիային ասելով. այսպես է ասում Զորաստերը, Իսրայելի Աստվածը, գնա եւ ասիր Հուդայի մարդկանց եւ Երուսաղեմի բնակիչներին, միթե խրատ չեք առնում, որ իմ խոսքերին հնազանդվեք, ասում է Տերը։ Ռեքաբի որդի Հովնադաբի խոսքերը, որ պատվիրել է իր որդկանցը գինի չխմել, հաստատվում են եւ նրանք չեն խմում մինչեւ այսօր, այլ հնազանդվում են իրենց հոր պատվիրաններին, բայց ես խոսեցի ձեզ հետ կանուխ վեր կենալով եւ խոսելով, բայց դուք ինքը լսեցիք, եւ ես ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին, մարգարեներին կանուխ վեր կենալով եւ ուղարկելով եւ ասեցի. Ետ դարձեք ամեն մարդ իր չար ճանապարհիցը եւ լավացրեք ձեր գործերը եւ ուրիշ աստվածների ետևից մի գնաք նրանց ծառայելու համար։ Այն ժամանակ դուք կբնակվեք այս երկրի վրա, ուր ես տվել եմ ձեզ եւ ձեր հայրերին, բայց դուք ական չդրեցիք եւ չլսեցիք ինձ, սակայն Ռեքաբի որդի Հովնադաբի որդիկը կատարեցին իրենց հոր պատվիրանքը, պատվերը, որ պատվիրել էր իրենց, իսկ այս ժողովուրդը ինձ չեն լսում։ Սրա համար այսպես է ասում Զորաստեր Աստվածը, Իսրայելի Աստվածը, ահա ես բերելու եմ Հուդայի վրա, Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա այն ամեն չարիքը, որ խոսել եմ նրանց մասին, որովհետև ես ասեցի նրանց, բայց նրանք չլսեցին եւ կանչեցի նրանց, բայց նրանք չպատասխանեցին, եւ Երեմիան ասեց Ռաքաբյանց տանը, թե այսպես է ասում Զորաստերը Իսրայելի Աստվածը, որովհետև դուք լսել եք ձեր հայր Հովնադաբի պատվերին եւ պահում եք նրա ամեն պատվիրանքները եւ անում եք այն ամենի համեմատ, որ նա ձեզ պատվիրել է, դրա համար այսպես է ասում Զորաստերը Իսրայելի Աստվածը, Ռաքաբի որդի Հովնադաբի միշտ իմ առաջին կանգնող մարդ պիտի պակաս չլինի, փառք ասում։ Գիտես, մի պահ նայենք այս ամենին ինչ եղավ։ Երեմիան գնաց մի ընտանիք, գիտես, որտեղ ընտանիքի անդամները լսել էին իրենց հոր խրատը։ Գիտես, եթե խրատը մեր բառերով մենք նայենք, այդքան էլ հաջող խրատ չէր։ Ասեմ ինչի համար, տուն չշինես, այգի չտնգես, ցորեն չցանես, կարելի ասել, որ դրտում է անբանության, բա ինչ անեն, ինչ է տուն շինելը վատ բան է, հարդ ցանելը վատ բան է, այգի տնգելը վատ բան է, չէ որ այդ ամեն ինչը տանում է բարգավաճման, չէ, լավ տուն ունենալը վատ է, չէ, գինի էլ չխմեք, եւ այդ ընտանիքը պահում էր այդ ամեն ինչը, ապրում էր վրաների մեջ ապրելն է լավ, ով է ցանկանում վրանի մեջ ապրել, ոչ մեկ։
Բայց անկախ նրանից հաճելի էր թե հաճելի չէր, մարդիկ պահում էին այն, ինչ որ իրենց հայրը իրենց պատվիրել էր։ Եվ գիտես, պատահական ընտանիք չէր, որ կողքից միգուցե նայեն այս մարդիկ շեղված, չգիտեմ, խեղճության մեջ, նեղության մեջ, անխելք, հնարավորություններ ունեն չեն անում, կողքից կարող է ծույլի տպավորություն թողնեն, չէ՞։ Բայց Աստված այդ ընտանիքին գիտեր, ընտանիքի տեղը գիտեր, իրենց սրտի մեջինը գիտեր, իրենց գործողությունը այդ ամեն ինչը գիտեր։ Եվ Երեմիային ուղարկեց, ասեց գնա այդ ընտանիքի մոտ, ու այդ ընտանիքին հրավիրի եկեղեցի, Աստծո տան մեջ։ Եվ նույնիսկ գրված է ում սենյակը տարա, ասեց հիմա դեր իրանց դեմը դիր ամաները գինին ու ասա որ գինի խմեն։ Ես չեմ մտածում որ ուղղակի գինի բերեց դրեց, ամեն ինչը դրվեց գինու հետ։ Առաջարկ եղավ խմելու, գիտես հիմա հարց, միթե Երեմիան առաջնորդվում էր Սատանայից, պարզ է ոչ, չէ։ Աստծո կամքը արեց եւ այդ գինի խմելն էլ Աստված ինքը առաջարկեց։ Այսինքն մարդիկ լսում էին Աստծո ձայնը Երեմիայի միջոցով, Աստծո առաջարկը։ Հիմա իրենց տեղական հայրը իրենց պատվիրել էր այս բանը չանել, Աստվածն էլ ասում է գինի խմել, ծառայի միջոցով։ Որն անեն։ Ասին մենք մեր հորը խոսք ենք տվել։ Գիտես Աստված ասում է, եթե դու քո կողքինին տեսնում ես ու չես հարգում, ինձ որ չես տեսնում, ո՞նց ես հարգում։ Եթե դու քո կողքինին չես սիրում, ինձ որ չես տեսնում, ո՞նց պետք է սիրես։ Գիտես, այնեն չէր, որ Աստված ասեց այ անհնազանդներ։ Չէ որ Մարգարեի է խոսում ձեզ։ Մարգարեի շուրթերն են ասում գինի խմեք։ Այդ ոնց է հրաժարվում։ Գիտես մենք Աստվածաշնչից տեսնում ենք, ասում են Մարգարեն, որ մտնում էր տարածք, այդ տարածքի մեծերը դողում էին։ Ասում էին հանգարց Մարգարեի շուրթերը չբացվի ու հանգարց մի բացասական վատ բան չասի։ Ինչ այդ մարդիկ վախ չունեին, շատ լավ էլ ունեին։ Բայց մի բան կար իրենց սրտի մեջ, որ իրենց հորը հարգում էին, ճանաչում էին իրենց հորը և ճանաչում էին այդ խրատը, ճանաչում էին, որ այս խրատը սա Աստծուց է, որ իմ սրտի մեջ դրված է։ Գիտես, Աստծո մեկ ուրիշ խրատը չի կա քանդելու այն առաջի խրատը, որ քո սրտի մեջ դրված է։ Աստված գիտեր, որ այս մարդիկ չեն խմելու և հրաժարվելու է։ Հենց դրա համար էլ կանչեց Երեմիային ցույց տալու, որ տես Երեմիա, տես ընտանիք, ինչ մեծապատիվ հարգանք կա այս ընտանիքի մեջ, որ այն պայմանների մեջ, որ իրենք ապրում են, այդքան էլ լավ պայման չէ, վրանի մեջ այդ ինչ պայման պետք է լինի։ Հələ պատկերացնենք վրանի մեջ լողանալ, տուալետ, չգիտեմ, 1000 ու մի բան։ Բայց գիտես Աստված գիտեր, որ այս մարդիկ իրենց հոր խոսքը գետին չեն գցելու։ Եվ ցույց տվեց Երեմիային եւ ասեց գնա հիմա Իսրայելին ասա, որ այս մարդիկ իրենց հորը պատվել գիտեն։ Ու ասեց, որ այդ մարդկանց էլ ասա, որ ձեզնից երբեք իմ դեմը պակաս մարդ չի լինի, դուք միշտ իմ դեմն եք լինելու, դուք միշտ կանգնելու եք իմ առաջ, դուք լինելու եք իմ ներկայության մեջ, այն վրանի մեջ էլ ես ձեր հետ եմ քնելու ու զարթնելու, վրանի մեջ ես եմ կերակրելու, ես եմ պահելու, ես եմ առաջնորդելու, գիտես կարևոր չէ որտեղ ենք մենք, վրանի մեջ ենք, ինչի մեջ ենք, կարևոր այն է, թե ով է մեր հետ, փառք ասում։ Գիտես, երբ որ մենք թողեցինք հայրական տունը նվիրեցինք եղբորս, դուրս եկանք զրոյի վրա, բայց ասեմ նախքան նվիրելը, ես որ արդեն վկայում էի իմ շրջապատում, իմ դասարանցիներից շատերն ասում էին, որ ախպեր ձենը տակ տեղից է գալիս, քեզ ինչ կա էլի, տուն ունես, տուն տեղ ամեն ինչ կա, մասնագիտությամբ էլ քանդակագործեմ, գործ ունես, ամեն ինչ ունես,
կարաս ամեն օր գիրկը խփես թևիդ տարն ու փողոցներով մանկաս ու խոսաս։ Իրիկունը քնալու ես, քնելու տեղն ունես, մի ժամ են աշխատես, հացի փողն ունես։ Ասում եմ, բայց մենք ախպեր, ես մեծ տղեն եմ, վաղը պիտի դուրս գամ փողոց, զրոյի վրա, ես զրոյից պիտի կայանամ, այ որ դու իմ օրը լինեիր, նոր են վաղ կտեսնեի, ավետարան կխոսես թե չէ, ու Աստված հենց այդ պահին, երբ որ իր շուրթերը խոսեց, Աստված ասեց, ես ուզում եմ, որ դու զրոյից խոսես, որ այս մարդիկ չմտածեն, որ Ցենը տակ տեղից է գալիս, ցենս երկրից է գալիս, շատ տակ տեղ է երկրից։ Հարկ ասում։ Եվ գիտես, ամեն ինչը ասո փառքի համար եղավ, գիտես, այդքան էլ լավ չի ուրիշի տան մեջ ապրելը։ Ես դուրս եկա, գնացի ուրիշի տուն ապրելու, չնայած որ ասեմ, Աստված պատվեց ինձ, միանենց տուն տվեցին, որ երկու տուն իրաց կբաց, մեկը 3 հարգանի, մեկը 2 հարգանի։ 3 հատ մենակ զալ կար։ 3 հատ բաղնիկ, մի 6-7 հատ սպալնյա, լրիվ ասո ծառաները, բոլոր սենյակներն եղել են։ Այդ ամեն ինչը ծառայեց ասո փառքի համար 7 տարի։ 7 տարի ապրա այնտեղ։ Չգիտեմ, բասեն ամեն ինչ կար ու անվճար, ժողովուրդ ջան։ Նույնիսկ առաջարկեցին, որ դուք ինչքան ստեղ ապրեք, կոմունալները մենք կմուծենք, այդ ամեն ծախսերը մենք անենք, ես դրանից հրաժարվեցի, ասի չէ, մենք կարանք մեր ծախսերը փակենք։ Եվ այդ ընթացքում, գիտեք, մի օր ինձ առաջարկեցին վագոն տնակ, մեր Կալուգայի հովիվ դերենը, այն ժամանակ բաուշնիկ խանդած մատերիալի գործեր անում, ու ասեց ախպեր, մի հատ լավ վագոն եմ առել, ուզում եմ նվիրեմ քեզ, ասի ինչ եմ անում, դերեն ջան, հայատ էլ չունեմ, որ տանեմ տնեմ հայատս, ասեց ենակ հայատ կունենաս կտանես տնես հողամասիտ մեջ, որ ուստեկը ընդեղ շոր փոխվեն, հաց ուտեն անձրևների ժամանակ մտնեն, գործիք տնեն, ես հասկացա, որ Աստված իր շուրթերից խոսում է հոդն առա, որ արդեն ժամանակն է, ասի ուրեմն ժամանակն է, ուրեմն Աստված խոսում է, որ ես հող պիտի ունենամ։ Գիտես, մի քիչ ուշ հոդն առա, սկզբից հրաժարվեցի, աղբերս գնաց, մի 15 րոպե անցավ, հանդիմանվեցի, Աստված ասում է, ես օրհնություն ուղարկում եմ, դու ետ ես դարձնում։ Դու ուշադիր չես մարդկանց շուրթերին ինչ են խոսում մարդիկ։ Եվ երբ որ հասկացա, զանգեցի, այն որ ասաց պոեզն արդեն գնացել էր, դերեն ասեց աղբերս կարանք հիմա մի հատ մեքենայով հասնենք մինչև Ստեփանավան, Սևան են տանում այդ վագոն տնակը, բայց կանեսնենք ետ բերենք, ասի չէ դերեն ջան, թող գնա, բայց ես մի բան հասկացա, որ Աստված ինձ դրդում է այդ ուղղությամբ, ասի եթե Աստված խոսել է, որ ես պիտի հողամաս ունենամ, որ վագոն տնակ դրվի, գնանք Տաշիրում տեսնենք ուրիշ որտեղ վագոն տնակ կա, հենց վագոն տնակը առա հաստատ հողամասի տեղը կիմանամ։ Գիտեք, բայց տնից ելել են ոչ վագոն տնակի փող ունեն, ոչ մի բանի փող չունեն։ Դուրս եկանք այն ժամանակ մեքենա էլ չունեի։ Մստանք մի հատ տաքսի ու այդ տաքսիստին ասում ենք աղբերս, բան Տաշիրի մեջ կարող է իմանաս, որովհետև տաքսիստները շատ լավ ինֆորմացիային իրաբետում են, որովհետև ուրասես լինում են, էլի գործի բանույթից դուրս եկած։ Ու իմ բարեկամներ, մորքուրիս տղեներ, ասեց, աբո ջան, ինչ ես անում վագոն տնակը, կրկնեցի նույն բանը, ինչ որ աղբերն էր ասել, ասեց, կտնեմ հողամասից մեջ, ուստեկի համար տեղ կլնի, ասեց, բայց հողամասում ես, ասի չէ, բայց կլնի, ասեց, արի առաջ տանեմ հողամասի մոտ, մի հատ լավ հողամասի տեղ։ Վերեց կենտրոնական փողոցի վրա մի հատ հողամաս 1600 քառակուսի մեծ տարած հենց առաջի հայացքը տեսա ոնց որ տնեի սրտիս մեջ ու նկատեցի որ այդ հողամասի վարոտից որ սետկա էր կապած սետկեն քանդված է այսինքն կարամ մտնեմ եկա մտա հենց մտա Սուրբ Հոգին հիշացրեց որտեղ որ ոտքի թաթը տնես
հաստատել եմ, ասի Աստված ջան, դու ասացիր, հիմա կնքի, հաստատի։ Ու հոգուս մեջ հասկացա, որ Աստված տվեց, բայց հստակություն էի ուզում։ Ու մի անգամից, ասի աղբերս ինձ եկեղեցի տար։ Եկեղեցու բանալիները իմ մոտ էր, որովհետև այն ժամանակ ծառայում էի կարգ ու կանոնի մեջ ու առավոտից ժամը 6-ից մինչև ծառայությունը 12-ին փեջն էի վարում։ Մի խոսքով եկա բացեցի դալուց, սկսեցի աղոթել, ասի Աստված ջան, այն խոսքը, որ ասում է ձեր շատախոսության պատճառով չէ, որ պետք է լսեմ ես ձեզ։ Ես ճիշտ ասեմ, ոչ թե աղոթքի կյանք չունեմ, ժողովուրդ ջան, իմ աղոթքը առավոտյան տևում է մի քանի րոպե։ Չեմ ասում ժամերով աղոթում եմ, մի քանի րոպե։ Նույնիսկ ասեմ, ոնց եմ աղոթում, ասում եմ Աստված ջան, քո խոսքն ասում է, որ իմ խնդրելուց առաջ ամեն ինչ քեզ հայտնի է։ Որ ամեն ինչ հայտնի է, ուրեմն ամեն ինչի մեջ թող քո կամքը լինի։ Հարկ ասում։ Գիտես, ուրիշ բան է հոգուտ մեջ զգաս լինում են պահեր, որ դու քո հոգու մեջ զգում ես պատերազմելու կարիք, միգուցե կես ժամ, 40 րոպե, մի ժամ էլ աղոթես, բայց ոչ միշտ։ Հոգու առաջնորդության պետք է լինի, ոչ թե կոնկրետ ժամ կա աղոթքի, որ ասես այսքան ժամ։ Միգուցե հոգին քեզ 5 ժամ էլ պահի աղոթքի կամ իր հետ շփման մեջ, հոգով պետք է առաջնորդվի։ Բայց երբ որ եկա կանգնա ու ասի Աստված ջան, այսքան ժամանակ բան չեմ խնդրել, բայց այս հողամասը սրտիս մեջ է։ Այ հիմա համ գիտեմ, որ արդեն տվել ես, բայց ուզում եմ մի հատ հստակ հաստատում, չգիտեմ, խոսքից, ձայնի, ինչ որ մի նշան, որ իմանամ, գիտես հարց եղավ, որ պետք լինի կտաս ինձ։ Ես հասկացա, որ գիտես, վարգյանի մեջ փոխվեցի ես։ Սիրտս փոխկրացավ դառավ պենջրուկի սիրտ։ Ու սկսեցի բան արդարանալ։ Աստված ջան, գիտես, ասում պետք չի հիշեցնենք այն ինչ որ արել է։ Գիտեք խի, որովհետև փառք ասում, ասո հիշողությունը մեր նման չի։ Ես կարող եմ ծանոթանալ 1000 անգամ էլ կրկնեմ մեջս անունը, որ չմոռանամ, 5 րոպե հետո անունը մոռացամ։ Բայց Աստվածը դեռ չի, Աստված ամեն ինչ գիտի։ Եվ գիտես, իմ մեջը սկսեցի ես ասում հիշեցնել Աստված ջան, ես հանուն քեզ իմ տունն եմ զոհաբերել, հանուն տեն քեզ 3 սենյականոցն եմ զոհաբերել, ինչ որ ասել ես, ֆինանսներ, ամեն ինչ, իմ գործն եմ թողել, ամեն օր վազում եմ քո մեջ, բայց ես մեկ իմ սրտով ա, կմված եմ որ փող չեմ գալիս։ Ու գիտես, մի հետաքրքիր տեղ Աստված հիշեցրեց ինձ։ Դրանից ընդամենը մի ամիս առաջ տուն էի գալիս ու երբ որ խանութ մտա, մեջս միտք եկա, որ երեխեքին կոնֆետ առնեմ։ Ու սենց խառը տարբեր գույների դե փոքր էր այն ժամանակ աղջիկս, ասի խառը լցրեք էլի, ամենքից մի 4 կիլոյի չափ լցրեց։ Ու երբ որ տուն մտա աղջիկս վազելով եկավ դեմս ու սենց ուրախ նայումա ցելոֆոնին իր ասիրած բաներն ա։ Ու մի հատ միտք եկավ մեջս, ասա որ շորը սենց փեշ անի ու լցրու մեջը։ Ասի քուրի գելա շորը սրիտրը ֆրծրու։ Այդ 4 կիլոյի չափ ընդհանուրը դադարգեցի իր շորի մեջ։ Ու հիմա սենց նայումա կոնֆետին ուրախությունի չգիտի ինչ անի, ձերը պարապ չի որ։ Ու հասկացա, որ հենց Սուրբ Հոգուց էր միտքը, որ հիմա մի հատ իրանից շոկոլադ ուզի։ Ասի քուրի մի հատ շոկոլադ կտաս ինձ։ Գիտես նայեց շոկոլադին, նայեց ինձ, մի քանի անգամ սենց նայեց շոկոլադին ու նայեց ինձ ու սենց մեր ձայնով ասեց, պապա քիչ կլնի է։ Ու գիտես ինչ ասեց Սուրբ Հոգին, ասեց տես 3 տարեկան երեխեն, չենք էլ սովորացրել, հնեն չի որ երեխեք կա, չէ որ աղուսյակ գիտեն, չգիտեն, ոչ մի անգամ ես մաթեմատիկայով չեմ զբաղվել իր հետ, բայց արդեն հասկանում է 4 կիլոյի հադիգները չգիտեմ ինչքան, մի հատ հանել արդեն պակասություն հասկանում է, բայց մի բան չհասկացա, ով լցրեց իր գիրկը,
Դա չհասկացա, բայց այդ մի հատ հանելը պակասությունը հասկացա։ Գիտես, երբ որ ես ասուց այդ հողամասը ուզեցի, ու վարգյանի մեջ Աստված համ ասեց տալիս է, համ ասեց ես իմ սրտի մեջ, գիտես, ասի որ ես մեկը թող ինձ էլի Աստված ջան։ Աստված ասեց տալիս է, ու վարգյանի մեջ աղջիկս եկավ դեմովս անցավ, ոնց որ տեսիք, ու հարց եղավ ինձ, ինչ արեցիր երեխուդ, որ մի հատ կանֆետ չտվեց, ինչ արեց, մի հատ ճակատը պաչեցի, ուղղակի տեսա, որ երեխա է, էլի չի հասկանում։ Ես հասկացա, որ Աստված դու էլ չհասկացա, էլի ով եմ ես, ու ինչ եմ ուզում քեզնից։ Գիտես, այնքան վատը զգացի,